Տիկին Մանուկյան, տեսեք, այս տարիների ընթացքում ընդդիմությունն է միշտ իշխանությանը մեղադրել դավաճանական քայլերի, գործարքների մեջ։ Հիմա ստացվում է այնպես, ոնց որ իշխանությունը այս բումերանգի էֆեկտը փորձում է գլորել ընդդիմության դաշտը։ Ինչով է այս ամեն ինչը պայմանավորում, հատկապես այս նախընտրական փուլում։ Դե զավեշտալի իրավիճակ է, որովհետև Հայաստանի թիվ 1 դավաճանն ու լրտեսը ինքն է առաջինը գոռում, որ բռնեք դավաճաններին եւ լրտեսներին, որովհետև ուզում է սլաքները իր վրայից շեղել, նաեւ ինքն է խոստովանել, որ մեր հազարավոր երիտասարդներին զոհ տվեց միայն նրա համար, որպեսզի ժողովուրդը իրեն չասի Նիկոլ Դավաճան։ Ինքը վախենում է այդ ձևակերպումից, որովհետև գիտի, որ բոլոր իրավական հիմքերը եւ փաստարկները դրա համար կան։ Ուղղակի պարզապես հիմա ինքը ժամանակավոր ազատության մեջ է զուտ այն պատճառով, որ կարճել է Հայաստանի վարչապետի աթոռից եւ իր կաշին փրկելու համար դարձել է Ադրբեջանի եւ Թուրքիայի կամակատարը, սպասարկուն եւ գործիքը։ Այո, Նիկոլ Փաշինյանը իրոք նոր ռեկորդներ է սահմանում եւ առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ սա էլ ֆիքսենք, որ իբրև թե իհարկե գործի բովանդակության մանրամասների մասին չեմ ուզում խոսել, որովհետև պարզապես աբսուրդ է, բայց եթե անգամ վերցնենք այդ մեղադրանքան հիմքը, որ իրենք հրապարակել էին պաշտոնապես, այսինքն պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի անկախ պատմության մեջ լրտեսության մեջ մեղադրվում է ոչ թե թշնամական երկրի համար լրտեսություն ենթադրյալ արած մարդը, այլ մեր բարեկամական ռազմավարական երկրի համար լրտեսություն։ Սա չգիտեմ, մթագնում պիտի ունենաս ուղեղի, թե ինչ մտասևեռումներ պիտի ունենաս, թե չգիտեմ, գլխի ինչ բորբոքումներ պիտի ունենաս, այդ ինչ գլխում պիտի ծնվի նման մեղադրանքը եւ նման ցնորքը ես պարզապես չեմ կարող ասել։ Տեսեք, իսկ ինչու հենց թիրախավորվեց Անդրանիկ Թևանյանը, որովհետև ասում է իշխանությունը դեռ չի մարսել Անդրանիկ Թևանյանին ռուսական թոք-շոուի մասնակցությունը, եւ հենց տեղից է գալիս իր նկատմամբ, ինչու հենց այս փուլում։ Միջակայքը թոք-շոուի թեման շատ են իրենք հենց շահարկում, ասում են իբր կեղտոտ սպիտակ եղենը հանել էին դուրս եւ այլն, բայց ես առաջարկում եմ, որպեսզի մեր քաղաքացիները հասանելիությունը կա, փառքաստում ենք այնպիսի դարաշրջանում ենք ապրում, որ մի թեթև փնտրելուց հետո համացանցում իրեն կարող են գտնել այդ հաղորդման հղումը եւ նայել Անդրանիկ Թևանյանը որևէ սխալ խոսք, որևէ խեղաթյուրում եւ որևէ կեղտոտ սպիտակ եղեն դուրս հանելու, այսպես խոսույթ այնտեղ չի ունեցել, այլ ճիշտ հակառակը, որպես սրտացավ մարդ, որպես հայամետ քաղաքական գործիչ ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող այն արատավոր երևույթները, որոնք մեծ հաշվով մեր երկիրը տանում են դեպի կործանման, որովհետև Արցախի ճակատագիրը հիմա կարող է կրկնել նաև Հայաստանի Հանրապետությունը։ Այդ նախազգուշացումներն էին տվել, այդ սթափության կոչերն էին արել եւ այդ ելույթը, այդ հայտարարությունը, այդ հաղորդման շրջանակներում հնչած մտքերը կաներ ցանկացած սրտացավ հայրենասեր մտածելակերպ ունեցող անձնավորություն։ Ինչ վերաբերում է Անդրանիկ Թևանյանի ռուսամետությանը, որովհետև դա էլ են, իրենք այդպես ուզում շարքել։ Դա զավեշտալի է, նայեք, թուրքամետներն ու ադրբեջանամետները որևէ մեկին մեղադրում են ռուսամետության մեջ։ Սա մեկ։ Երկրորդ հերթին Անդրանիկ Թևանյանի նման հայամետ անձնավորություն ես շատ քչերին եմ ճանաչում։ Նա իրոք հայրենիքին հողին կված անձնավորություն է։ Ուղղակի այս թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող իշխանության համար ցանկացած հայամետ գործիչ ընկալվում է որպես թշնամի եւ լրտես։ Դե դա իրենց խնդիրն է, ինչ ասել, իրենց խնդիրն է, թող իրենք կազմեն։ Եվ մի հարցը ինչ է կարծում, այս շրջանում այս ռեպրեսիվ գործողությունները կշարունակվեն ու մեկ էլ դատարանից ինչ ակնկալիք ունեք։ Ռեպրեսիվ գործողությունները միանշանակ շարունակություն են ունենալու, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը չի հանգստանալու, ինքը ամեն առավոտ արթնանում է, հարցումների արդյունքները տեսնում է, եւս մեկ ցնցակատվածի մեջ է ընկնում, այնպես որ ոչ մեկ երաշխավորված չէ, մեզանից յուրաքանչյուրը, ոչ ես, ոչ դուք, ոչ մեր կողքին կանգնած մյուս քաղաքացին, որևէ մեկը երաշխավորված չէ, որ նույն ռեպրեսիաները կրկնվելու են նաեւ իրենց հանդեպ, եթե իհարկե դու չես սպասարկում թուրք-ադրբեջանական շահերը եւ նրանց գործիքը չես։ Ինչ վերաբերում է դատարանին, ապա հիմա նիստը ընթանում է, որևէ տեղեկություն չեմ կարող ասել, բայց հաշվի առնելով, որ մենք գործ ունենք շատ անհավասարակշիռ հոգեվիճակ ունեցող Նիկոլ Փաշինյանի հետ, ապա կարծում եմ, որ կալանքի որոշումը կայացնելու է։ Շնորհակալություն։